զրուցակիցներն են Հայ Արիների բռունցք միության նախագահ Արմեն Շահբազյանը եւ մեր համայնքային հասարակական գործիչ գործարար Սարգիս Զելվյանը, ողջույն նորից պարոն Նայք եւ շնորհակալություն որ եկաք։ Ես կարճ ասեմ թե ինչ եղավ անցած կիրակի, այսինքն 2 օր առաջ, գիտեք Հայ առաքելական եկեղեցու ուրեմն դեմ արշավ է սկսել Հայաստանի իշխանությունների կողմից, վարկաբեկման, նույնիսկ հարձակվեցին, մտան եկեղեցի եւ այլն, շատ համասփյուռ մեր Հայ առաքելական եկեղեցու կառույցներ արձագանքեցին, դատապարտեցին մեր համայնքում, որը ամենամեծ համայնքներից մեկն է աշխարհում, եւ մեր եկեղեցին այստեղ շատ ավելի ուրեմն հզոր է եւ մարդաշատ է եկեղեցիները լինում, պատարակները բոլոր եկեղեցիները, կարծես թե այդպես ուղղակի արձագանք չեղավ, այդպես հախուռ կամ մարդիկ հավաքվեցին, սկսեցին բողոքել, հայտարարություններ հնչեցին այդ թվում նաեւ իմ զրուցակիցների կողմից, այնուհետեւ Սրբազանը պատասխանեց եւ ասաց, որ ինքը կիսում է Մայրաթորի հայտարարությունը։ Բավարարված եք այդքանով թե ոչ, այսպես ասենք, թե կարծում եք, որ ավելի խիստ հայտարարություն պետք է լինի, խնդրեմ հերթով պատասխանեք։ Եթե ազնիվ լինենք մեր ազգի ու Իդեպ մի բան եմ ուզում ասեմ, ինչու երկուսին ենք հրավիրել, Արմեն Շահբազյանը ցեղակրոն է, հա, ինքը այսպես քրիստոնյա, միգուցե քրիստոնյա է, բայց ցեղակրոն է, որը որ ավելի ազգային։ Իսկ Սարգիս Զելվյանը տաճարական ասպետ է, քրիստոնյա է, այսինքն, բայց այստեղ ինչն է հետաքրքիր, որ երկուսն էլ միավորվել են Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության շուրջ։ Ինչու՞։ Այդ դրա մասին է խոսել։ Ուրեմն դա մեր դարերի պատմության մասն է, առաջինը, եւ ազգային հիմնասյուներից մեկը, որ մեզ, ասենք, հնարավորությունը տվում է, կարող շատ բաներ թվարկենք, սկսած ուրեմն մատենադարային պահպանված գրականությունից մինչև կրթություն, որ ասենք հասել ամենս եկեղեցու միջոցով։ Այսինքն եկեղեցին միայն եկեղեցի չի, եկեղեցին միայն հավատքի կամ աղոթքի միջոց չի։ Ձեզ համար այդպես է, այո, նաև ազգային կառույց։ Այո, ինքը քանի որ ազգային կառույց է, ու մեզ այս ոնց ասեմ, մինչև այսօր պատմության մեծ մասը հասել է իրան միջոցով, միանշանակ պաշտպանելու ենք, անկախ ամեն ինչից։ Բավարարված չենք հարցին, իհարկե ոչ, բավարարված չենք, որովհետև մինչև այսօր, մինչև անգամ մեր այդ մի փոքրիկ, ասենք, մեր հավատացյալ ժողովրդի կողմից ստիպված արդեն ճարահատյալ գնացել ենք ու պահանջել ենք ուղղակի, որ մեզ պատասխանեն, ինչու մենք ասենք, այսպեսի մեծ համայնք ունեցող սփյուռքը չի արձագանքում։ Եվ հատկապես եկեղեցին։ Հա, պաստորեն ստացվեց նենց, որ արձագանքեց ու մասսայական եւ դեմեր չէր ասելով արդեն բոլորը գիտեք ինչ։ Կիսում է Մայրաթորի բոլոր հայտարարությունները։ Բայց դա հարցի լուծում չէր։ Հարց չլուծեց, որովհետեւ մեր սրբազանները կալանավորված են, մեր բարերարը կալանավորված է, եկեղեցին կարելի ասել անորոշ sense վիճակում, ամեն վարքյան սպասում է, որ կարող է նույն հարձակումները եկեղեցու հանդեպ նորից կրկնվի, այսինքն դրա համար լսենք Սարգիսին նաև։ Տեսեք, պարագաների բերումով ես շատ եմ շփում օտար եկեղեցիների հետ, այսինքն ոչ հայկական։ Ոչ հայկական, ասելով քրիստոնյա եկեղեցիների ոչ հայկական։ Ու առանձնահատկությունը իմ համար էլ ավելի է ակնհայտ մեր եկեղեցվո ազգային եկեղեցի լինելու։ Տեսեք, ոչ միտեղ, ոչ մի եկեղեցում այսօր դուք չեք կարող գնալ Կիրակնորյա պատարակի, որի ընթացքում քարոզի ժամանակ խոսում է հայրենասիրությունից, կամ ազգապահպանությունից եւ այլն։ Մեր եկեղեցվո յուրահատկությունը ազգային է։ Մենք չես կարող եկեղեցին բաժանել։ Ու այսօր իմ ու Արմենին միասին նույն հարթակում գտնվելը վառ ապացույցն է դրա։ Այո։ Մեր եկեղեցին զուտ ինքը չի հիմնված մնացած եկեղեցիների նման,
զուտ Աստծո խոսքը տարածելու, Աստծո խոսքը տարածելու հետ մեկտեղ մեր եկեղեցին, մեր ազգին փայփայ է, գուրգուր է, գիր գրականություն է տվել։ Մեր եկեղեցին այն ամենա դժվարին պահին առաջնամարտիկն ա եղել։ Սարդարաբադից սկսած եւ մենք մի քանի օր առաջ ականատես եղանք Մայրաթորի վրա հարձակման եւ հոգեվորականները մի մարդու զինվորյալ քրիստոնյա զինվորյալ Քրիստոսի զինվորներ որպես կանգնած էին պաշտպանում էին ոչ մենակ եկեղեցին, այլ ազգային ինքնությունը, որտեվ գիտեք ինչ, այսօր այն արշավը որ կատարվում է օրվա թրքաբարո կառավարության կողմից Հայաստանի կրոնի հետ կապ չունի, վեհապարի հետ կապ չունի, թողնի ինձ վեհապար հայրապետը, բայց եթե վեհապարի տեղը այսօր մի հատ կոպիտ ասած 1000 ներողություն պոլիպետը լիներ, Նիկոլը նույնը անելու էր, Նիկոլի խնդիրը անձերի դեմ չի, Նիկոլի խնդիրը ազգային կառույցների կործանումն, ազգային կառույցների ջախջախումը, արեք չմոռանանք 15 թվին ցեղասպանության ժամանակ նույն ձեռագիրն է ազգի պարագլուխներին գլխատել, այսօր մենք ունենք երկու միջազգային մասշտաբով ճանաչված հայորդիներ, Forbes պարբերականի մեջ գրանցված մարդիկ, Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան, բանդարկված են այդ մարդիկ, մեկը ադրբեջանական Բաքվի բանդում, մյուսը ադրբեջանական Երևանի բանդում։ Այսօր երկու արքեպիսկոպոս, այդ մարդիկ ոչ մի սխալ բան չեն արել, ընդամենը իրանք արել են այն, ինչը իրանցից սպասում է որպես ճշմարիտ քրիստոնյաներ, խոսել ճշմարտությունը։ Միքայել Սրբազանը ճշմարտությունից այնքան ուրիշ բան չի ասել։ Մարդը ասել է, եթե լուծում պիտի լինի սրան, սա է ձևը։ Տեսեք, ես տարիներ առաջ զրուցում էի իրեն ազգային հռչակած մի անձնավորության հետ, խոսում էին գլոբալիզմի եւ կոսմոպոլիտիզմի մասին, երբ որ ես բայց ինքը վախենում էր ասել ազգայնական, ասում էր ես ազգային եմ, ազգայնական չեմ, ինչի, ասում էր որովհետեւ դա ֆաշիզմն է եւ այլն։ Այսօր Թրամփը իրեն ազգայնական է համարում իդեպ։ Եվ ինչ ասաց, որ քրիստոնեությունն էլ է կոսմոպոլիտիզմ, գլոբալիզմի մեջ ված բան չկա, քրիստոնեություն, ես ասացի այո, բայց հայ առաքելական եկեղեցին դա ազգային քրիստոնեական կրոն է, չէ՞։ Մենք դրան ենք, մեր եկեղեցին է։ Եվ այդ առումով համաձայն եմ։ Հիմա կանք մեր համայնքին ինչ դուք ասացիք, որ բավարարված չեք այն ելույթով, որը ունեցավ Հովնան Սրբազանը։ Ինչ եք ակնկալում, ինչ պետք է անի, արդյոք դա հայտարարություն պետք է լինի եւ պետք է ավելի մեծ գործողություններ եք սպասում, ինչ եք սպասում եւ ինչ եք անելու խոսենք նաև հետագայում։ Նայեք, գիտեք ինչ, եկեղեցին մենք մատնանշենք հոգևորականներին, սրբազաններին մեծ սպասումներով, իմ կարծիքով արդար չի, որտեղ եկեղեցին բաղկացած չի մենակ հոգևորականներից։ Եկեղեցին ես եմ, եկեղեցին դու ես։ Մենք նախ եւ առաջ մեր վրա վերցնենք, ամեն մեկս անձնական մեր վրա վերցնենք, թե մենք ինչ ենք անում։ Մենք ինչ ենք անում մեր սրբություն սրբո Մայրաթորը պաշտպանելու։ Մենք ինչ ենք անում մեր բանտարկված հոգևոր հայրերի աջակցության առումով։ Երբ որ ամեն մարդ ինքը իր մեջ բավարարված կզգա իր անելիքների մեջ, նոր հետո թող ասենք պահանջներ ներկայացնի թե եպիսկոպոսներին, թե քահանաներին, թե սարկաբակներին, թե մնացած հանրային։ Այսինքն պետք է նախ հավատացյալները հասկանան ինչ է դա։ Կիսում ես այդ կարծիքով։ Ես, այո, միանշանակ։ Ուղղակի հիմա ասեմ ինչի բավարարված չենք իմ տեսակետը, որովհետև մեզ նույն հավատացյալ հայ ազգն է ոտքի հանել։ Բացի այն, որ մենք ունենք անհատական, ասենք, բան մոտեցում պայքարելու, մենք իրար կողք գալուց հետո լսել ենք նաև մեր հավատացյալ եկեղեցականների, որոնք ամեն կիրակի պարտադիր տարբեր եկեղեցիներում պատարագի են մասնակցում։ Նրանց ցասումը, նրանց բողոքը, նրանց պահանջը, փաստորեն լավ հասկացանք, որոշ մի
մաս կարծում էր, որ Սրբազանի հայտարարությունով ինչ-որ բան է փոխվելու։ Մենք այն ժամանակ կհանդարտվենք, երբ որ հասկանանք, որ իրոք մեր պահանջը ունեցել է արդյունք։ Մեր պահանջը նա է, որ վերջ տան ազգային այդ միակ վերջի, այսպես ասեմ, հիմնասյունը, Քանդելու գործը։ կառույց որպես քանդելը կանգնացնեն, դադարեցնեն, ազատեն սրբազաններին եւ բարերարներին այն մարդկանց, ովքեր որ հնարավորություն են տվել հայ ազգին ինչ որ կերպ բարելավել իրենց առօրյան կամ բանը։ Հիմա քանի դեռ սրան չենք ասել, մենք բավարարված չենք։ Այո, ուզում եմ ձեր կարծիքը լսել երկու մասով։ Նախ եկեղեցու վրա հարձակումն է, եւ տարբեր կարծիքներ են ասում, մեկն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ենթարկեցնել իրեն, երկրորդը այն, որ թուրքերի հրաման է կատարում եւ այլն։ Ձեր կարծիքով ինչ է, որ տարբերակի հետ գործ ունենք։ Տեսեք, իմ կարծիքով, քանի որ արդեն խոսակցություն չէ, արդեն որոշումները կան, որ 100,000 կներեք, մինիմում 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին խոսք կա։ Դրանք որ եկան, դրանք պետք է սկսեն իրենց կրոնական մզկիթներ եւ այլն եւ այլն։ Եվ բոլորիս էլ պարզ է, որ Վեհապար հայրապետը եպիսկոպոսած դասով եւ քահանայից կասով միասին ընդդիմանալու են սրանք։ Ու այսինքն դիմադրության օղակն է։ Դիմադրության օղակը եւ վերցնել իր ձեռը, ասում ես, տես Արտուր ասում ես, իր ոնց որ կոնտրոլության տակ, թե Էրդողանի հրամանով։ Երկուսը միասին։ Էրդողանի հրամանով ինքը եկել է քանդելու եկեղեցին, պարզ ասած, այս Հայաստանի իսլամացման պրոցեսի սկիզբն է լինելու։ Համաձայն ես անում։ Ես ունեմ տարբեր մոտեցում, համաձայն եմ, իհարկե, դա ամեն ինչը անկախ ամեն ինչից է, քանի որ մենք թշնամուն չենք սիրում լավ ուսումնասիրել ու հասկանալ ինչ է իր արածը, իմ համար դրանք թշնամիներ են, անկախ նրանից այսօրվա ես վարչապետ չեմ ասել, չեմ էլ ասում ընդհանրապես ընտրված օրվանից, քանի որ ես ճանաչում եմ վաղուց իրանց, ուրեմն սրանք այս ուժերը մեր թշնամիները, մեր թշնամի, մեր ազգի, նրանք որևիցե մի փոքր անկյուն բաց չեն թողում, եթե կարելի է օգտագործել ոչնչացնելու համար մեր ազգը, մեր որակները, մեր արժեքները։ Ես կարծում եմ, որ եկեղեցու եւ Սամվել Կարապետյանի վրա այս ամեն ինչը ոչ միայն եկեղեցու դեմ էր։ Նաև Սամվել Կարապետյանի մասն եմ ուզում խոսել։ Կարծում եմ, ինչ նպատակ է հետապնդում այդ հալածը։ Կարծում եմ, որ սա ինչ-որ շեղում է ինչ-որ բանից շատ ավելի ծանր բան է գալիս մեզ, ասենք, սպասվում ապագայում, որպեսզի որոշակի շեղվենք, մենք ասենք իրականությունից։ Սա էլ է իրականություն, եկեղեցին, պաշտպանելը, սա, ինչ-որ իրանք արել են վայրագությունը, միանշանակ։ Ես մինչև անգամ երեկել եմ ասել եմ, որ 2500 անձնագրերի կորելը հենց այնպես չէր։ Ես չեմ էլ կասկածում, որ այդ դիմակներով մարդիկ այդ 2500 հոգին այդ Յաշմայի թուրքական զորքերն են, որ պաշտպանում են համ Իրան ու անում են հակահայկական գործեր, որովհետև ոստիկաններին եթե ուշադրություն դարձնեք, ոստիկանները աշխատում են մինչև անգամ դարպասներից հեռու մնային, որովհետև վերջաշոն նրանք էլ հայ քրիստոնյաներ են, օտար չեն, իսկ օտարների համար գոյություն ունեն արժեք, հոգևորականներին, որոնց դեմքերը փակ են, դրանք նույնիսկ արտասվում էին, ֆիքսել էին կադրեր։ Իմ կարծիքով մեզ համ նրանք միշտ մեր թշնամին մի գնդակով մի քանի հարց ա լուծել։ Հիմա նախ կպան եկեղեցուն հասկանալու, որ սա վերջի հիմնասյուներից մեկն է, որ մնացել է կանգուն, որը որ կարող է պաշտպանի, ստեղծի միջոց պաշտպանի հայրենիքն ու ազգային արժեքները։ Երկրորդն էլ ինձ թվում է երևի, որ այսքան շատ խոսվում է, ուրեմն մեր տարածքների մասն է խոսքը, երևի Սյունիքի խնդիրը արդեն վերջնական որոշված է, ուղղակի սրանք խառնաշփոթ են փորձում ստեղծեն երկրում, որ այդ խառնաշփոթի այդ աղմուկի տակ իրենց բանը, ասենք, թեթև լինի հայտարարությունը։ Այո։ Սարգիս համաձայն ես եւ նաեւ կուզեմ Սամվել Կարապետյանի մասին ասեք, ինչ են ուզում
Այսինքն դա իրականում ուղղված էր եկեղեցուն պաշտպանելու համար պատժել, թե այլ խնդիր է լուծում Սամվել Կարապետյանի չեզոքացումը։ Իմ կարծիքով եւ Թե իրենք վտանգ են տեսնում, որ կարող է իրեն օրինակ քաղաքական նոր դեմք, որը կարող է մարտահրավեր նետել 2026 թվականին։ Իմ կարծիքով եւ Սամվել Կարապետյանը լինելով ազգային բարերար եկեղեցու կողքին կասկած չկա, բոլորս գիտենք, դրանով հարվածելով եկեղեցուն, դրանից բացի էլ մի քիչ առաջ որ ասեցի 15 թվի ցեղասպանության նույն ձեռագիրը ազգի պարագլուխներին, ազգի էլիտային գլխատելու էսի ծրագիր տարբերակներից մեկն է։ Սամվել Կարապետյանի դեպքում եւ Եվ ուզում եմ ամենակարևորից խոսենք, մենք ինչպես արդեն ասացիք, ամենամեծ համայնքն ենք, չէ՞, ավելի կազմակերպված, ավելի ճիշտ է, լիքը խնդիրներ կան, պառակտված է եւ այլն, բայց ամեն դեպքում ոչ մի երկրում այդքան հայություն մի տեղում կենտրոնացված չէ, ինչպես Լոս Անջելեսում։ Բայց մեր ձայնը կարծես թե չի, մեր եկեղեցու զանգերը չեն ղողանջում, մեր այսպես ասած ձայները դուք այդ բանը ճեղքեցի կարելի ասել լռությունը մի խումբ համբատացյալներ Կիրակի օրը, բայց դա բավարար չէ, կարծում նոր ինչ-որ բաներ է պետք, ինչ եք տեսնում, ինչ քայլեր եք տեսնում եւ ամփոփելով կուզեմ նաեւ ձեր խոսքը մեր համայնքի բնակիչների եւ ընդհանրապես Սփյուռքին ասեք, ինչ է պետք անել այսօր, Սփյուռքը ինչ պետք է անի։ Երկու խոսքով կարող եմ ասել, ասենք մենք միջև անգամ Սրբազանների հետ համաձայնության եկանք, որ հավատացյալները պետք է վերադառնան եկեղեցի։ Մենք կոչ ենք անում, անկախ ամեն ինչից, տես կա բաներ կա, զրուցել ենք, ասել ենք, անկախ ամեն ինչից, կլինի դա Կիլիկիո թեմի, թե ասենք էջմիածնական, կարևոր չի։ Հայերը պետք է վերադառնան իրենց արժեքներին։ Այսինքն դա հարցի լուծումն, առաջի հարցի լուծումը, որը որ կբերի մեզ միասնության։ Այսօր մի կառույց է մնացել, ես էլի նորից ես էլ կշեշտեմ, ինքս ցեղական եմ, բայց իմ համար ինքը մեծ արժեք է այսօր։ Թե պատմական, թե իրականում ինքը արժեք է եկեղեցին ու հավատացյալները, որոնք այդ մարդիկ փաստորեն դες ոնց է միայն հավատացյալները չէ։ Այսօր հայ ազգի մեջ միակ կառույցը մնացել է, որ մի քիչ կարան ասենք վստահեն ու առաջնորդվեն, դա եկեղեցին է հայկական։ Բայց այն էլ դե տեսնում ենք, ինչ փորձում են ամեն ինչ անել, որ ասենք կեղտ ու ցեղ ասենք շփորտեն եկեղեցու վրա հոգևորականների կարևոր չի իրենց մասնակցությամբ ներկայությամբ պետք է պաշտպանեն։ Այո, նույն մտքին, նույն բանի համաձայնության եկել ենք Սրբազանի հետ։ Ուղղակի ինքը վատառող չէր ու շտապում էր ժամանակի առթով, որտեղ գնում էր Հայաստան։ Եվ հետաքրքիր է մենք իմացանք Սրբազանից, որ հուլիսի 3-ին հավաք է լինելու Մայրաթոռում։ Այո։ Եպիսկոպոսած հայ, այդպես ասած։ Բոլոր աշխարհում ինչքան հայ ասենք սրբազաններ կան տարածված աշխարհում, տարբեր երկրներից իրանք բոլորը այդ հավաքվել են միասնում եւ ենթադրում եմ որ դա կապ ունի այս իրադարձությունների հետ։ Միանշանակ մենք ոնց հասկացանք կապ ունի այս ամեն ինչի իրադարձությունների հետ, իսկ ես խոսքս կարամ ուղղակի ուզում եմ ուղղել ժողովրդին մեր այստեղ Լոս Անջելեսի բնակ, եթե ուզում ենք ասենք մեր եկեղեցին կանգուն մնա, ես եմ ասում։ Մի քիչ ցեղակրոնս։ Թեև ցեղակրոնը դա կրոն չէ։ Դա, ես ավելի շատ ազգային ասում են դրա հակադրում են, ես իմիջիալոց միշտ համադրել եմ, չեմ հակադրում։ Այո, միանշանակ, օրինակ ես Գարեգին Նժդեի թվար խոսքեր եք ասեմ, վերև ասված ներքև հայրենիք։ Ես ուղղակի կոչ եմ անում մեր հայրենասեր լավ են հավատացյալ ժողովրդին վերադարձեք ձեր արմատներին, վերադարձեք եկեղեցի։ Այսօր սրբազանները գնում են այնտեղ ամեն ինչ անում են, մի բան որ տեսանելի չի, ոչ մեզ, ոչ ձեզ, որպեսզի կարողանան այս ամեն ինչը փրկեն, բայց ձեր օգնության, ձեր կարիքն ունեն։ Վերադարձեք հայկական եկեղեցիները, դա իմ կոչը։ Եվ Սարգիսը լսենք եւ ամփոփենք։ Տեսեք, կապիտուլանտ խեղկատակը կպավ այն նուրբ թելերին, որը ես չեմ հավատում, չեմ կարծում, որ ռեակցիա ազդեցություն չպիտի ունենա։ Ժողովուրդը վերջի 7 տարիներին այն կարգի բաներ կատարվա, որ
մարդիկ շոկի մեջ են ընկած։ Չեն մինչև հիմա չեն կարողանում շոկաթերապիա ենք ապրում, հա, չեն Բայց էլ ինչ պետք է անի, մենք էլ ինքը գտնում եմ մի բան։ Հա, ու բանը, բայց ինձ թվում է եկեղեցու դեմ արշավի դուրս գալով ինքը հատեց բոլոր գծերը։ Այսօր նորից եմ շեշտում, Արմենն ու ես միասին նստած շատ բանի մասին պիտի խոսենք։ Միավորեց բոլորին։ Ու դրա հիման վրա մենք սկսանք այս շարժումը ի աջակցություն Մայրաթորի եւ ընդդեմ բոլոր անարդարությունների, որոնք կատարվում են Հայաստանում։ Արդեն ձևավորվել է Սփյուռքում շարժում հետաքրքրվածները կուզեմ իրենց առաջնորդեմ azgain.org նոր կայք է ստեղծվել։ Նոր կայք է ստեղծվել, ընդամենը 24 ժամվա ընթացքում ստեղծվել է կայքը ժողովուրդ։ Բոլորիդ ես կուղորդեմ դեպի azgain.org, որ շարունակաբար մեր հաջորդ քայլերի մասին տեղեկացված լինեք։ Այսինքն նպատակը հետապնդվում այս հալածանքների դեմ ինչ որ պայքար մղել, դա է նպատակը։ Կազմակերպվել, որտեղ սա ինքնաբուխ է, ես ուզում եմ նորից շեշտեմ, azgain.org մենք ուղղակի ունեցանք այդ համարձակությունը երկուսով ասենք բարձրանալ ու այս մասին խոսալ, բայց մենք չենք որ սկսել են հավատացյալ ժողովուրդը, որ այս մենք ուղղակի արդեն անմասը չէինք կարող մնանք այս ամեն ինչին։ Մենք ինքներս արդեն դրա մեջ էինք փորձում ենք։ Ակնկալում եք, որ նոր ինչ-որ ակցիաներ պետք է լինեն կամ դուք կազմակերպեք բողոքի ձայն բարձրացնելու։ Անխուսափելի է դա։ Անխուսափելի է։ Եթե պետք է լռենք, նստենք մեր տները, ավելի լավ է գնանք ամեն մեկս մի հատ կամուրջ գտնենք, մեզի այդ կամուրջից գցենք, վերջանանք։ Չէ, հուսանք բանը դրան չի հասնի եւ դե միանշանակ մենք փորձում ենք ուրեմն համայն, քանի որ շատ ցավալի է, բայց կա այս խոսքը, որ էլ Սփյուռք չկա։ Մեր թշնամին աշխատել է Սփյուռքի վրա, ոչ թե Հայաստանի։ Ոչնչացնի Սփյուռքը, որ Հայաստանը թուլանա։ Այսինքն հիմա մենք պետք է նորից համախմբվենք, միասնական, անկախ ամեն ինչից ու պաշտպանենք մեր եկեղեցին։ Եկեղեցին պաշտպանելով բնական արդեն մենք պաշտպանած կլինենք մեր հայրենիքը այսօր։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, մանրամասների համար, շնորհակալություն եմ մաղթում, մենք էլ աջակից ենք ինֆորմացիոն ոլորտում ձեր գործերին։ Եվ այսպես շնորհակալություն նաև ձեզ սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցներն են Հայ Արիների Բռունցք կազմակերպության ղեկավար Արմեն Շահբազյանը եւ համայնքային ակտիվիստ, գործարար, տաճարական ասպետ Սարգիս Զելվեյանը։ Մենք խոսում ենք հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների կազմակերպած հարձակումների մասին եւ Սփյուռքի անելիքների մասին, այսքանը կհանդիպենք։